Ես չեմ ուզում մտածել, որ Նիկոլ Փաշինյանը մազոխիստ է, դրա համար այդ փաստաթղթերը հրապարակել, որտեղ բացահայտվում է, որ ինքը խաբել է եւ Արցախի ինքնորոշումը եղել է գերակա եւ այսպես 19 թվականի հունիսին Նիկոլ Փաշինյանին հանձնված բանակցային փաստաթղթում, որը ինքը թաքցրել է եւ տևական ժամանակ ասում էր նման փաստաթուղթ չկա, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի, որը առաջարկվում էր այդ փաստաթղթում 10-րդ կետում հստակ գրված է, որ վերջնական հանրաքվեն պիտի որոշվի Լեռնային Ղարաբաղի բնակչության շրջանում անցկացված հանրաքվեով, որի արդյունքները լինելու են ընդունելի եւ վերջնական։ Նիկոլը ասում է, որ այնտեղ գրված է այդ փաստաթղթերում, որ այդ հանրաքվեին մասնակցելու է նաեւ Ադրբեջանի բնակչությունը, սա Նոբելյան մրցանակի մակարդակի սուտ է, որովհետեւ փաստաթղթերում հստակ արձանագրված է, որ հանրաքվեն տեղի է ունենալու Լեռնային Ղարաբաղի այնտեղ ապրող բնակիչների շրջանում ինքը խոսում է նաև որ ես ահա այսպիսի ժառանգություն եմ ստացել, խոսում է 96-ի Լիսաբոնի ինչ որ փաստաթղթի մասին, որին Իրանից բացի որևէ մեկը չի անդրադառնում, որևէ հետագա փաստաթղթերում Լիսաբոնին հղում չկա եւ ասում է, որ ինքնորոշումը, որը առաջարկվում էր այս փաստաթղթերում, մենք սխալ ենք հասկացել, իրականում դա բան էր, ընդհանրապես ինքնավարություն էր ենթադրում Ադրբեջանի կազմում, ստեղ եւս մի հատ ստի սալյուտ կրկնում եմ բոլոր բանաձևերում, որոնք դրված են եղել սեղանին, Կազան, Կրակով եւ վերջնական վերջի 19 թվականի բանաձևում կրկնում եմ ներառված է, որ տեղի է ունենալու հանրաքվե, որը վերջնականապես որոշելու է Արցախի կարգավիճակը, եթե արցախցիները Լեռնային Ղարաբաղի բնակիչները կքվեարկեին, որ իրանք ուզում են միանալ օրինակ Մոզամբիկին, միջազգային հանրությունը քվեարկության այդ արդյունքը ընդունելու էր, այսինքն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դրված է եղել հանրաքվեի հիմքում, որևէ ինքնավարության մասին, որևէ փաստաթղթում բանակցված, որը ժառանգություն է ստացել Փաշինյանը, այն որ իր ասելով Սերժի թողած թուղթը թափահարում էր, կապանում, ասում էր, «Էսա կուզենամ, երբ ուզենամ, սրան կվերադառնամ», ուրեմն ցիտում եմ Սերժ Սարգսյանի բանակցած փաստաթուղթը, որին ինքը ասում էր, երբ ուզենամ կվերադառնամ Կազան, այնուհետև Կրակով, հստակ նշված է, որ ՀՀԿ կամ ՄԱԿ-ի հովանու ներքո տեղի էր ունենալու միջազգային մանդատով օժտված հանրաքվե, որին մասնակցելու էին բացառապես, կրկնում եմ, միայն բացառապես Լեռնային Ղարաբաղի բնակիչները եւ հանրաքվեի արդյունքները պիտի ընդունվեր միջազգային հանրության կողմից։ Ավելին ինքը ասում է, որ Սերժ Սարգսյանը ինչ որ փուլային տարբերակ է բանակցել, փաստաթուղթը երկլեզվանի էր, ռուսերեն եւ անգլերեն, ես չգիտեմ, պակետնի Պակետ, Նիկոլ, փաթեթ, պակետը, փաթեթը, որևէ կերպ մեկնաբանվել փուլային չի կարող եւ բնականաբար այդ ամբողջ հարցերը բանակցային լուծվում էին մեկ փաթեթով, պակետով, մեկ ցելոֆանով։